հեռուստադիտողներ 21 TV եթերում աշխատանքը շարունակում է Ձինա այդ նախագիծը եւ այս պահին մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ ամփոփելու եմ այն մանկական հայտնիների հետ կապված նաեւ թողարկումները լավագույն հյուրերովս։ Իդեպ նա ինձ մոտ տաղավարում է ու մասն էքսկլյուզիվ, հա, լինելու ես արդեն աժոտաժի մեջ եմ, րոպե չեմ ուզում կորցնել, ուղղակի ուզում եմ առաջարկել դիտենք իմ սպասված հյուրի հայրիկի տեսահոլովակը, վերադառնանք տաղավար եւ նրան սիրով ներկայացնեմ։ Ժամանակը լուր սահում տարին դարեր դարձնում կյանքս անիմաստացնում հավերսեր էի որոնում եկան անցան դառնորեր մեկ է դեր փնտրում էի սեր վերջապես մի լույս վառվեց դատարկ հոգի շերմացրեց հավատա անկեղծ սերես հավատա զուր պատրան չես քեզնից լավը էլ չկա հավատա անկեղծ սերես հավատա զուր պատրան չես քեզնից լավը էլ չկա Միթե սերն է մեզ ընտրել ու մեր սրտում բույն դրել Շնորհակալ եմ ես բախտից որ շնորհել է քեզ վերից եկան անցան դառնորեր մեկ է դեր փնտրում էի սեր վերջապես մի լույս վառվեց դատարկ հոգի շերմացրեց հավատա անկեղծ սերես հավատա զուր պատրան չես քեզնից լավը էլ չկա հավատա անկեղծ սերես հավատա զուր պատրան չես քեզնից լավը էլ չկա քեզնից լավը էլ չկա Ես
մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ իմ լավագույն ընկերոջն եմ հյուրընկալել։ Նա ինձ համար բավականին տաղանդավոր անձնավորություն է, կրթում, դաստիարակում է հարյուրավոր երեխաների։ Վոկալի ուսուցիչ է, բայց նաև տաղանդավոր եւ երգիչ է, եւ հաղորդավար է, եւ վաստակավոր հայր է։ Նրա նման հայրերը շատ քիչ են լինում, որովհետեւ աշխուժությունը այլ տարբերակով է։ Ինձ մոտ Վիգեն Ահարոնյանն է, հրաշք որդու հետ։ Բարի օր, բարի գալուստ Վիգ ջան։ Բարի օր, բարի գալուստ ու շատ շնորհակալ եմ քեզ, որ եւս մեկ հնարավորություն ընձեռնեցիր միասին հանդիպելու, միասին շփվելու, որովհետեւ գործի բերումով թե իմ, թե քո չի ստացվում բարբերաբար շփվելը, սենց գոնե կարոտն առնում ենք։ Բայց ամենակարևորը գիտես, ներողություն եմ խնդրում, իմ համար այս անգամ կարևոր հրանտն էր։ Ինչ հրանտը ծնվել է, գիտեմ, որ բոլորի համար կարևոր է հրանտը, այդ լավ է, ես ուրախ եմ։ Հենց հիմա առաջարկում եմ մի փոքրիկ տեսանյութ, հրանտը քանի ամս է կաներ, որ ինձ մոտ տաղավարում էր։ 7-8 ամս է կան, առաջին էքսկլյուզիվ Ակոպովնան է ցույց տվել։ Մի հատ այդ կադրերը վերհիշենք, վերադառնանք տաղավար, տեսեք թե ինչ տղա է դարձել։ Ես հենց հիմա ուզում շփվել եւ հայրիկի հետ, փորձեմ նաեւ որդու հետ։ Վիգ, ես ոճը, որ հերու տղանոյն ոճի մեջ ենք։ Խոսում ա։ Ինչ ա եղել։ Բարեր ասում ա, Վիգ։ Հա, ոնց չէ։ Ինչա։ Օրինակի, Հրանտ։ Իմ տղեն քանի տարեկան ա։ Քանի տարեկան ես դու։ Լցույց դու։ Լցույց Քանի կտաս։ տարեկան ա։ Հայացքը խնդրում եմ ֆիքսել։ Դե հիմա ինձ ասա, ինչքանով է փոխվել Հրանտը, բացի այն, որ քաշը, բոյը տեսնում ենք ինչ տարզան վիճակների մեջ ենք, թող քայլի մի քիչ։ Լավ, թող քայլի։ Սովորաբար այս տարիքի երեխաների մոտ փոփոխություն ու տարբերությունը ակնթարթների արագություն է, որովհետև չգիտեմ 7 ամսում լրիվ այլ կերպ էր, 8-ում լրիվ այլ կերպ, 1 տարեկանում ուրիշ բաներ է սկսում անել, ովքեր սկսնակ ծնողներ են կհասկանան եւ գիտեն այդ ինչի մասին է խոսքը։ Ակտիվ է, ինչպես այս դարի յուրաքանչյուր երեխա։ Մանկապարտեզ ուղարկում ենք։ Մանկապարտեզ, այո, գնում է։ Նոր է սկսել հաճախել, դեռ 2 տարեկան չկա, շատ լավ, ինքը շատ շփվող է, շատ շփվող է, չի նեղվում նոր միջավայրից բացարձակ ոնց նկատում եք, շփվում օպերատորների հետ եւ տեսախցիկներն են իրան ամենաշատը դուր գալիս, Հրանտ կգաս ինձ մոտ, արի իմ տղարի, ես քեզ խաղալիք եմ տալու հիմա, արի, իսկ փորձերի հետը տանում ես Հեչվիկ, ոչ հաճախ, բայց լինում են, մի քիչ կմեծանա, Ինչ ես կարծում, երաշտականա մեր տղեն։ Երաշտականա, բայց ես են ադեկվատ ծնողներից եմ։ Մեծանա ու հասկանանք, որ չէ, արվեստը, մշակույթը կամ չգիտեմ առավել եւս երգարվեստը իրենը չի, ուրեմն իրենը չի։ Ջան։ Պապա ասում է, հասկացանք։ Պապա, մամա, պապի կամ բոլորին գիտի։ Հրանտ ինչ ես նկարել։ Ցույց կտաս։ Հələ ցույց տուր։ Զինային ցույց կտաս։ Էդի Ոտ ինչ է շորոյս, ինչ բոցահայտումներ օրինք Հրանտո։ Դե մի հատ արի ինձ մոտ, էլի լտեսնեմ, ասեմ իմանաք, որ ես իրան չեմ կարացե գրկեմ քաշի հետ կապված, էլի, այսպես ասած, բայց ոչ, որ ինքը խնդրում եմ պրոդյուսերները ֆիքսեն, մոդել ունենք, ասենք, որ առաջարկ լինի կհամաձայնվեք, չէ, ինչի մեր երեխան թող գովազդի, էլի, հակուստ մանկական թեկուս, տեսքը լավ ամեն ինչ նորմալ, ինձ թվում ինքը ձեզ կպահի արդեն սենց գնաց այս ոճի մեջ։ Իրա ներկայությունը մեր կյանքում այնքան մեծ ստիմուլ է արդեն։ Հա։ Հրանտ, մաման Ոչն էլ մաման է հիմնականում իր հայրն է։ Հա, շատ լավ, դե մամանն են ցանում, որ իմանան պապայի տղեն, հա։ Ու ոչ թե հիմնականում, այլ միշտ։ Երբ որ ընդհանուր մենք քննարկում ենք, կինս որ ասում է սենց
ասում եմ շատ լավ է։ Մի հարց էլի, հիմա ուզում հասկանամ, երբ որ դուք երկուսդ նույն տարածքում եք լինում, ես հարցի պատասխանը 5 մատի պես գիտեմ, էլի։ Ով է ամենաշատն, որ մամայի մոտ գնամ, թե պապայի մոտ գնամ, ոնց է լինում։ Դե կապնված է երկուսիս հետ էլ, բայց օրինակ արդեն երբ որ գնում եմ ես աշխատանքի, իմ հետևից արդեն սկսում եմ լացել, սկսվել է թեմաները։ Սկսվել է, նոր արդեն մի քանի ամիս է մենք սկսել ենք այդ թեմաները, հիմա իմ զբաղվածությունը դու էլ շատ լավ գիտես, մաքսիմալ այնպես եմ անում, որ րոպե շատ հետը շփվեմ, հետը անցկացնեմ, որտեվ կարոտում ենք իրար։ Հունիսի 1-ը ինչ եք արել։ Հունիսի 1-ին միասին զբոսնել ենք, միասին գնացել ենք, խաղացել ենք, առաջի անգամ պաղպաղակա կերել տղաս հունիսի 1-ին։ Լուրջ ես ասում։ Ինչ արեց պապա, ինչ ես արեց ձեռքը։ Էս ինչը, նկարել ես, ոչինչ լավ։ Իսկ հետաքրքրությունը, չգիտեմ, որ տենց շատ երեխեք հա տեսնում, ոնց է լինում։ Մի անգամից ընդգրկվում է այդ մասսայի մեջ, մի անգամից, ու իրենով է անում մասսան։ Կապ չունի, որտեղ են կապ չունի, դար ում պետք է տաս։ Ծագներից, կտաս հրանտ։ Վիկ, եթե հասցնենք ինֆորմացիա քաղեմ, չնայած ես որոշեմ դու առանցին ինձ մոտ տաղավարում լինես, մենք իրար հետ շփվենք, տաղավարս է տեղափոխում արդեն են կողմ։ Մի հարց էլ, խաղալիքների առումով ոնց են, որ հատուկ խաղալիք կա, որ պետք է ինքը տենց, չգիտեմ, դե տղերք են էլի, ավտոմեքենա բան, բայց ոնց է, գնդակ է, ոնց, ինչ ընտրություն է։ Եվ ավտոմեքենաներ, եւ գնդակներ, եւ ռոբոտներ, ամեն ինչ ինքը սիրում է, ինչը նոր է, ինքը ինչ ստանում է։ Հա։ Իրա ռեակցիան շատ ակնհայտ է, այսինքն ու շատ շնորհակալ է։ 3-4 րոպե։ Փորձենք տեսնենք ինչ ուզում է լինի։ Մեր պատրաստած խաղալիքի րոպեները ինչքան է տևելու։ Գժուկ Թեդի խանութսրա, որը մեր նախագծի գործընկերն է, բոլոր երեխաների համար հատուկ նվերներ է պատրաստել։ Հրանտի համար էլ կա, Հրանտ հլմիատնայի, հլմիատ հանի տես ինչ արջուկա քեզ համար։ Արի ցույց տամ, էլի կա։ Բեր միացնենք, Հրանտ։ Բեր ցույց տամ, միացնենք միասին։ Իդեպ ասեմ իմ գործընկերը գիտի թե ում ինչ պետք է նվիրի։ Հիմա սխմում ես այստեղ սխմիր։ Սխմի։ Շնչում է։ Համ շնչում եմ երկում է։ Լավն է, Հրանտ։ Դուրը տեկավ։ Դե հիմա մի հատ է սխմի։ Վերջացավ, դե գրկիկ տար պապային ցույց տու։ Տար, մի հատ տար ցույց տու, թող պապան զարմանա։ Քնես, գրկես քնես, հա։ Հրանտ էս ինչա։ Էն ինչա։ Շնորհակալ եմ Գժուկ խանութսրայի ղեկավարությանը, նրանք գիտեն ում ինչ նվիրեն, իդե բավականին բարձր տղաներ աղջիկներ ընտրել է, բայց մենք որոշեցինք մեր Հրանտոն ունենա Թեդի արջուկ, որ կարողանա նաև քնել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եվ ամփոփ մանավանդ, քանի որ ժամանակը սուղ է եւ մեր տղեն չի դիմանում, հասկանալ է պետք։ Դու խոստացիր ինձ, որ գաս եթեր մենակ, նաև ու ինձ համար դու պետքա երգես նաև հերոստադիտողի։ Մեծ սիրով, շատ ա եղել քո կողմից հրավերը, առաջարկը եւ իհարկե ես այդ իմ երգելու հնարավորությունը ես տվել եմ իմ երեխեքին, որտեվ ես իրենց շատ եմ սիրում եւ արդեն առանց իրենց եմ որ չեմ պատկերացնում։
այն որ տրամադրող արդեն ցուցադրեցիք, խնդրում եմ երկու նախադասությամբ էլ զանգակից պատմիր եւ ամփոփման համար ամենալավ կատարումը վայելենք։ Զանգակ երգի ստուդիայի մասին նաև քո հաղորդման շրջանակներում իհարկե խոսել ենք իմ ընկերոջ, իմ շատ լավ ընկերոջ, վաղեմի ընկերոջ լուսահոգի Ծովինար Հարությունյանի հիմնադրած խումբն է։ Ես արդեն 3 տարի է գրեթե մոտ 3 տարի դասավանդում եմ, վոկալ եմ դասավանդում, վոկալի մասնագետն եմ ու ես Ալվինային Համբարձումյան շատ շնորհակալ եմ նախ այդ եւ առաջարկի եւ վստահության համար եւ մենք էլ գրանցել ենք ընտիր մենք էլ զանգակի հետ միասին գրանցել ենք շատ հաղթանակներ, մասնակցում ենք տարբեր մրցույթների եւ հանրապետական եւ միջազգային եւ երկրի սահմաններից դուրս մրցույթների ենք մասնակցում եւ միշտ զանգակը լավագույնն է ներկայացել, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Վիկ, մի հարցել, հիմա եթե ծնողները դիտում են, այս սեզոնին ընդունելություն կա, թե հատուկ ընդունելության սեզոն է լինում։ Մենք հիմա ամբողջ ամառ պատրաստվում ենք շատ մեծ համերգի եւ մոտավորապես 4-ից 5 շատ կարեւոր մրցույթների, բայց ընդունելությունը երբեք չի խանգարում, որովհետեւ միշտ բարբերաբար գալիս են, ընդունվում են, այսինքն լսում ենք նոր, որովհետեւ նորից եմ ասում, ոնց իմ զավակի հանդեպ եմ adekvat ծնող, այդպես էլ իմ ամբողջ խմբի, որովհետեւ եթե չէ, ուրեմն չէ։ Հա, այսինքն չափանիշները ինչ որ չափով պահպանվում են նաև։ Պետք է ազնիվ լինել նաև ծնողների հանդեպ։ Շատ լավ, իսկ ես շնորհակալ եմ։ Ես գիտեմ եւ զբաղվածությունը քո, եւ գիտեմ, որ մաման նաև գործ է լինում մեր ժամերին, մեր տղեն պետքա լինի տատիկի կամ մանկապարտեզի, այն որ շրջապատում։ Ես ուզում էի ցույց տալ 1 տարի անց մեր տղեն ինչ սիրուն սիմպաթիչ տղա է դարել։ Իսկ ես այսքանից հետո ասեմ, որ ինչ որ չափով կարողացա շփվել Վիգենի հետ, Rantin տեսակ, լավ նկատեք նայեմ, կարծիքով մոդել է դառնալու այդ ճյուղն է, ընտրելու խայտարակ սիմպաթիչնի է, ու մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, ասեմ, որ հայտնիների բալիկները եւ հայտնի բալիկների թեման եզրափակում է իմ Հրանտը եւ վստահ եմ, որ ես չեմ ծերանա մյուս տարին ինձ մոտ նորից տաղավարում կլինի ու զանգակետել նաեւ կերքի։ Հրանտ լավն է, մի հատ սիրի Թեդի անունը։ Իսկ մենք ձեզ ասում ենք կհանդիպենք նաև մյուս տարի։